Ռաֆի Հովհաննիսյանը նախագահ Սերժ Սարգսյանից պահանջում է անհապաղ վերացնել քարոզարշավի անհավասար պայմանները։ Հակառակ դեպքում նախագահի թեկնածուն ընտրությունները կհամարի ավարտված։ Որևէ մեկը վատ չզգա, սա վերջնակիր չէ, սա պայքար է եւ մեր գրի բադիվն է, բայց գործող նախագահ պարոն Սարգսյանը այս հարցը պետք է հիմա այսօր հրաբարագավ լուծի, որովհետեւ եթե սա շարունակվի, վերջացել են այս ընտրությունները։ Ես դա չեմ ուզում, իր հանձնարարությունը, իր ջարերը, իր խոստումը ժողովրդին խախտվում է, իր ենթականերին թող գարկի հրավիրի։ Ըստ Ռաֆի Հովհաննիսյանի խոսքը մասնավորապես պետական կառույցներում իրականացվող հակասահմանադրական քարոզարշավի մասին է, որը Ժառանգություն կուսակցության առաջնորդի համոզմամբ իրականացվում է նախագահ Սերժ Սարգսյանի իմացությամբ։ Նախագահի թեկնածուի շտաբի տեղեկություններով քաղաքապետարանում անցկացվում են ուսումնական հաստատությունների, տնօրենների, մանկավարժների հավաքներ։ Ուղղակի թե անուղղակի ձայնակրության ենթակա թե մի հատ աչքի ակնարկով հրահանգ է իջեցվում, թե ինչպես պետք է քվեարկեն։ Պետական համալսարանում, եթե ոչ մնացած հանրային բուհերում բաժանվում են իշխող կուսակցության թեկնածուի շարֆերը, նույն դեկանների, նույն դասախոսական գազմի մոտ։ Հրամանատարներից ոմանք արդեն հավաքում են իրենց զինվորներին։ Փարոսի աշխատակիցները գնում են դռնից դուր եւ իրենց գործանում են։ Ռաֆի Հովհաննիսյանն այսօր կատարյալ սուտ որակեց կրթության եւ գիտության հանրապետական նախարար Արմեն Աշոտյանի ֆեյսբուքյան գրառումը, թե նախագահի թեկնածուն քարոզչություն է իրականացրել մանկավարժական համալսարանում, ինչն օրենքով արգելված է։ Բարևեցի ուսանողներին, առավելակույնը ասացի բարի ընտրություն եւ այնտեղ որևէ քարոզչություն չկա։ Սուտ է։ Գործող նախարարը ինքը այդ սուտի դիմաց արժի դիտարկել սեփական հրաժարականը։ Այդ նույն սերունդը, որ բանու գործ թողած, բաշտոն թողած գրառումներ է անում Գեսկիշերյան, ինքը ծնունդ է այդ նույն գուսակցականացված համալսարանի գիտ խորհուրդների, ուս խորհուրդների, ովքեր ոչ թե քաղաքականացնում են, որ լավ բան է, այլ գուսակցականացնում են մեր ուսանողներին, եւ դա աններելի է, այն թույլատրելի է։ Ստեսություն բոլորին, հաջողություն։